լրագրողների ներկայությամբ ելում ասալ, զիելում ասում։ Մունք գործոնինք կոլաբորանտ իշխանության նըտ։ Իշխանության նըտ գործոնինք, ու վեր ամեն քայլափոխի, ամեն ինչ անում ա, վեր մեր ինքն իշխանությունը, մեր ունեցած արժեքային համակարգը ամեն օր կշանա, ամեն օր թուլանա, ամեն օր խեյգանա։ Ու ես վաղը մյուս օր քիչ հավանական չում համարում, ավելին հավանական համարում, վեր ստեղ տեղում ապրող հայաստանաբնակ հայությունը նույն ճակատագրին արժանանալու, ինչ ճակատագրի վեր մունք արժանացավ։ Նույն ճակատագրին արժանանալու։ Դիմադրություն, քաղաքական պարտիզանական պայքար։ Միջև իրանց բնին տակին զգան վեճ իրանք խնդիր ունենում, տակնի ճանապարհների կապում, օրինականության շրջանակներում, տակնի քաղաքական ինքնակազմակերպում, տակնի մեր ժողովրդի մեջին այն մասսան, այն մարդիկ վեր կհասկանան վեր միակ ճանապարհը դա է։ Սա արդեն վերահացվել են ցեղասպանության են դաժանպենին վեր 1000 հոգի մարդուն տնելիս նալ կուտուրելիս 10 հոգի մարդ շիլալ դուսկելիս վեր քինացկրներ անզենքը յորնե վեր 990 մռնին վեճ։ Հատե տրանա ուժը վերածվել։ Ու իրանք քայլ առ քայլ ամեն օր այդ process-ը շարունակում են։ Ես փորձել եմ նաև սոցիալական ցանցերի միջոցով, իմ ունեցած տեղեկատվական ռեսուրսների միջոցով ամեն ինչ անին, որպեսզի այդպես կոչված քաղաքական պարտիզանական պայքարը մունք կյանքի կոչին։ Ես փաստը այնա վեր ներքին գործերի նախարարության ռոչեն վեր հվակված են քլալ ճանապարհը կապալ իշխանությունը հետ քայլ արավ։ Սա մենք շանում չստեղ կամ չն խոսում նայտի որտեվ էս քանենք։ Վեճ դա այն պատճառներն ավ իրանք ներկայացնում են։ Այսած վեր հասած լող ճանապարհները այնի ներկապ կկշնային կային ստեղ ու լրագրողների ներկայությամբ պատասխաններ կտային։ Այն հարցերին ինչ հարցերի վեր իրանք սորսը մենք պատասխանում չունենք։ Իրանց հարմարագրավոր տարբերակապ։ Գիրին ինչ որ միտը նստատան, քայլ առ քայլ մարդկանց տեղավորությունին 2019 թվականին ոչ մի պատկերացրալ չի Հայաստանի Հանրապետությունում ինչ որ իշխանություն կարե շարունակել իրան գոյությունը, եթե ասել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանը։ Սոր մունք այդ մտքին հետ հաշտ համեր աշխապրում ենք։ Սոր հաշտվել ենք հետա 2021 թվականին Արարատ Միրզոյանից եկալ հայտարարալ վեր չի կարելի Լեռնային Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պայմանագիր ստորագրվել վերի փաստաթղթային բովանդակության մեջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը իրավունքների ինին վեճ։ Իրանք ընտուս եկա իրանց պերանավտ հայտարարալ։ Սոր չկա այդ պենը։ Տեղահանությունից հետո մշկրնես քորալն, ամեն ինչ ալն, այն ժամանակ քաղաքական ներկայացուցիչներից մի հոգի երկու հոգի մարդալար վեր իրանց դեմ դուսկելիս արալ խուսելիս։ Էմացած են լավ տղվարված։ Ստեղ հարցը 40+10 չի, 40+10 ստեղ ամենաերկրորդական, ամենավերջի հարցն է։ Ստեղ հարցը այնա վեր ստեղծում են բոլոր պայմանները Արցախից հրաժարվալն մենք էլ արցախցիներից են հրաժարվում։ Արցախցիներից են հրաժարվում։ Ամեն ինչ անում որպեսզի մարդիկ եկան թողին քինան իրանց տուն։ Այս նման իշխանության նըտ պայքարի միակ տարբերակը դա քաղաքական ինքնակազմակերպումն է, վեր ես կոչում անում Հայաստանի Հանրապետության բոլոր այն առողջ ուժերը, անհատները, խմբերը, ովքեր հասկանում եւ գիտակցում են թե ինչի առջեւ է կանգնած, ինչ դժվարության առաջ է կանգնած Հայաստանի Հանրապետությունը, ովքեր ճտիկով աշխատող չեն, սա շատ կարևոր հանգամանք է, ովքեր ճտիկով հականիկոլական չեն դառնում եւ ճտիկով չեն անջատվում։ Այդ ուժերին միավորվել եւ հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությանը նույն ճակատագիրն է սպասելու, ինչ ճակատագրի որ արժանացել է Արցախի Հանրապետությունը, եթե այս իշխանությունը շարունակի գործել եւ շարունակի մնալ այս շենքում։ Մենք գործ ունենք կոլաբորանտ իշխանության հետ, որը ամեն քայլափոխի ինչ որ բաներ է հայտարարում, այդ հայտարարություններից դուրս է գալիս եւ գնում է հետագա process-ների մարսելով, ժողովրդին տեղավորությունելով եւ ամեն օր ավելի ուժեղ դառնալով։ Ես շնորհակալ եմ ձեզնից եկալեք, վեճինչ։ Ռուսներն ասում են «И один в поле воин». Այսինքն այնքան ժամանակ ինչքան վեր դիմադրություն կա, այնքան ժամանակ ինչքան վեր ես վստահում վեր Հայաստանի Հանրապետությունում առնվազն ժողովուրդ անվստահություն ունի։ Ես մարդկանց մեղադրում չունեմ։ Երեք ին վրա ես մի 50 զանգ եմ ստացալ, 50 զանգի բովանդակությունը իլալա հու այս ամեն ինչին կմակին կանգնած։ Մարդկանց տրկամտության աստիճանը այնքան է մծ, վեր ցանկացած ընդվզման հետևում ինչ որ մինի պիտի ինի վրա նկացած։ Այսինքն այս ժողովուրդ տեղ չոնել էս երկրումը։ Այս ժողովրդի շահը ներկայացնող չկա, լի, հա։ Թիատրում վեր, այսինքն անպայման ինչ որ մի աշխարհակաղակական կենտրոնից թելադրված պիտի ինի կամ ներսում ինչ որ քաղաքական ուժերի կողմից իրականացված մուծիտի հետևանք պիտի ինի, որպեսզի մարդիկ ընկալին կլոխ ընկին վեր, արդեն սվրցրալն էտի։
Վերկնոպկավ միանալն է, կնոպկավ անջատվելը տրալա բնական process։ Շարունակականությունը ես ասեցի ինչպես է լինելու, հաշվի առնելով կլինի բողոքի ակցիաների տեսքով, կլինի քաղաքական ինքնակազմակերպման տեսքով, կլինի քննարկումների տեսքով։ Ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, բոլոր մարդկանց, ովքեր ներուժ ունեն, հնարավորություն ունեն, օրենքի եւ իրավականության շրջանակներում ամեն կերպ վնասել սրանց, այնպես անել, որպեսզի իրենց լիազորությունները չկարողանան իրականացնել, իրենց որոշումները կյանքի չկոչեն։ Դա բոլորին է վերաբերում, միայն արցախցիներին չի։ Շնորհակալ եմ ձեզնից ժողովուրդ։ Հուսով եմ, որ կապի մեջ կլինենք, կփորձենք հասկանալ ինչ տարբերակներ ենք հետագայում ընտրում եւ փորձում պայքարել։ Շնորհակալ եմ։